Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական հարցերով փորձագետ Ռուբեն Մերաբյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մերաբյան։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Պարոն Մերաբյան, վարչապետի ենթակայությամբ գործող արտաքին հետախուզական ծառայությունը տարեկան զեկույցը հրապարակեց նախորդ տարվա վերաբերյալ, իհարկե դետալային կանդրադառնանք, ընդհանուր ինչպես եք գնահատում զեկույցը, կար այնտեղ արժեքավոր տեղեկություն, թե ոչ։ Անշուշտ կար, շատ լավ զեկույց էր, ես կարծում եմ սա իրոք համակարգային աշխատանքի արդյունք է այս զեկույցը եւ շատ կարևոր հաշվետվություն է ոչ միայն հենց բուն ծառայության, այլև պետության հաշվետվությունը քաղաքացիներին, հարկատուներին կապված արկա եւ ապագա ռիսկերի, միտումների, ընդ որում թե երկրի ներսում, թե երկրի շուրջ, այսինքն տարածաշրջանային, թե միջազգային հարթություններում եւ որակյալ աշխատանք եմ ես դա գնահատում եւ ուղղակի ընդհանուր բովանդակային առումով էլ ուղղակի կասեմ, որ այդ ամենը օբյեկտիվորեն արտացոլում է այն իրականությունը, որը կա մեր շուրջ։ Բայց Ընդ որում օրինակ դա նաև արված է հավելեմ, որ դա արված է լավագույն արևմտյան ստանդարտներով, այսինքն այն հավանականությունների սանդղակը, որը ներկայացված է, հա, որպեսզի պարզ լինի, որ տերմինն ինչ է նշանակում ու որ տերմինով քանի տոկոս հավանականությունն են կոչվում, հա, սա ժամանակն է, որ նման փաստաթղթերին ծանոթացող հասարակությունը այդ տերմինաբանությանը տիրապետի, սա շատ կարևոր քայլ է ընդհանրապես նաև պետական ինստիտուտների կայացման ճանապարհին, այնպես որ փառք ու պատիվ մեր հետախույզներին եւ մեր նորաստեղծ հետախուզական ծառայությանը ապրեն մի բան էլ մի նկատառում էլ համեմատելով ես անցյալ տարվանն էլ սա երկրորդն է, էլի երկրորդ տարեկան զեկույցն է, համեմատելով նախորդ տարվա զեկույցի հետ կարող եմ ասել սա ավելի հասցեական է, ավելի ճշգրիտ է եւ տերմինաբանական առումով շատ ավելի հղկված։ Իհարկե, կա այստեղ օբյեկտիվ պատճառ եւս։ Անցյալ տարի այս օրերին մեզ մոտ իրավիճակը շատ ավելի բարդ էր գնահատելու համար, հա, այդ միտումները հստակ չէին եւ այդ առումով կարող եմ ասել, որ ի համեմատություն անցյալ տարվա, այս տարվա զեկույցը շատ ավելի որակյալ է, համապարփակ եւ ճշգրիտ։ Պարոն Մերաբյան, այսինքն պետք է մի ամբողջ արտաքին հետախուզական ծառայություն ասի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ագրեսիան 26 թվականի ընթացքում անհավանական է 90%-ով, որովհետև ստորագրվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան պայմանավորվածությունները։ Դա ոչ Դե մի բան եթե այդ չանելով էլ բաժնում կարելի է այդ եզրահանգմանը գալ։ ներողություն, եթե դուք այդ բաժնում միայն այդ նախադասությունը գրած լիներ, այդ ժամանակ դուք ճիշտ կլինեիք։ Եվ ձեր հարցադրումն էլ կլիներ ճիշտ, բայց դուք մի նախադասություն եք վերցրել բավականին ծավալուն գլխից, հա, որի մեջ, այո, այդ նախադասությունը եւս կա։ Այո, դա գիտեք ինչ, մի բան է, երբ որ դա ես եմ ասում կամ դուք եք ասում եւ ասում եք որպես կարծիք կամ որպես, ասենք, այդ կոռելացիայի ձեր պատկերացում, բայց մի բան, երբ որ դա հաստատվում է, նաև այո հետախուզական ծառայության կողմից, այսինքն դա եզրակացություն է նաև հետախուզական տվյալների վրա հիմնված։ Իսկ դա նշանակում է, որ եթե դուք դա ասում եք, ու դա ասում եք ձեր պատկերացրած կոռելացիայից ելնելով,
Նրանք դա գալիս են հաստատելու, որ դուք ճիշտ եք ասում, եւ որ ձեր ասածը նաև ամրապնդվում է հետախուզական տվյալներով, որոնք ձեռք են բերվել ծառայության աշխատանքի արդյունքում, եւ ըստ այդմ ձեր ասածը եւ նրանց ասածը այո համընկնում է։ Նարեկ, Պարոն Մերաբյան, էլ ինչ էր դրե հիմքում զեկույցը ես կարդացել եմ եւ բացի դա, որ օգոստոսի 8-ին կնքվել է այդ պայմանագիրը, փաստաթուղթն է ստորագրվել, հիմքում այլ բան չի ասում Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցը։ չէ, բացի դրանից էլ դե process էլ կա, միայն այդ փաստաթուղթը չի, որ ստորագրվել է։ Ստորագրվել է փաստաթուղթ, որից հետո տեղի են ունեցել եւս մի քանի բաներ, չէ՞։ Եվ այդ ամենը, այո, այն բազային, այսպես են սաղմնային այդ փոխկապակցվածությունը սկսել են ձևավորել։ Պլյուս դրան, այո, միջազգային կոնյունկտուրան էլ այնպիսին է, որ այդ պայմանավորվածությունները տեղավորվելով դրա մեջ, այո, բերում հանգեցնում են պատերազմի հավանականության նվազման։ Սրա մասին է խոսքը։ Եվ ինչ է կարծում այս իրավիճակը կշարունակվի, թե ոչ, նաև հաշվի առնելով Ալիևի Դավոսում արված հայտարարությունները, որ Հայաստանն ու Ադրբեջանը փակել են պատերազմի էջը, խաղաղության են գնում, հարատև խաղաղության են ձգտում, Ալիևի խոսույթում մենք մինչ այս կես տարի առաջ թեկուզ այլ բառամթերք էին տեսնում։ Հիմա Ադրբեջանի նախագահի խոսույթը ինչու հանկարծ փոխվեց եւ արդյոք անկեղծ են, այս խաղաղության մասին խոսակցությունները Ադրբեջանից հնչող թե ոչ։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Այն, որ այո, հռետորաբանությունը, որ արմատապես փոխվել է, այո, դա ֆիքսում եք դուք, ֆիքսում եմ ես, ֆիքսում են բոլորը, ֆիքսում է միջազգային հանրությունը եւ դա փաստ է։ Դա մեկ։ Երկրորդը խոսքը գնում է մի process-ի մասին, որի հիմքում նախաստորագրված, բայց դեռ չստորագրված խաղաղության պայմանագիր է, որում չստորագրողը Հայաստանը չէ։ Չստորագրողը այնուամենայնիվ մնում է Ադրբեջանը։ Դա երկու։ Երրորդը նորից դառնալով մեր արտաքին հետախուզության զեկույցին, որտեղ գրված է, որ այո, այս խաղաղության գործընթացի բերումով, երբ նույնիսկ այո ռազմական զարգացումների հավանականությունը էապես նվազել է եւ դարձել է ուղղակի գրեթե անհավանական, այնուամենայնիվ Ադրբեջանում պետականորեն սնուցվում են այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի նարատիվները, ընդ որում դա նաև սնուցելու համար կառուցվածքային աշխատանք է տարվում։ Եվ դա կրկնում եմ ֆինանսավորվում է պետությունից։ Իսկ Ադրբեջանում բոլոր պետական որոշումներն ընդունում է մեկ մարդ կամ ընդունվում է մեկ մարդու անունից։ Հիմա դա մեկ, երկրորդը արևմտյան ադրբեջանցիների, չգիտեմ, բնօրրան վերադառնալու այդ խոսույթը, չէ, որ մերթընդմերթ մեկ էլ Ալիևի մոտ սկսում է քոր գալ։ Էդ էլ դա եւս սրանք գործընթացներ են, որոնք ոչ միայն թունավորում են այս process-ը եւ շարունակվելիս էլ կշարունակեն թունավորել, այլև սրանք այո հիմք են տալիս այն հարցադրմանը, որը դուք բարձրաձայնեցիք։ Այն է դրան էլ գումարած, որ դեռ մենք չունենք ստորագրված խաղաղության փաստաթուղթ եւ ըստ էության այսպես մեկ մարդու որոշում է, որ այս process-ը հնարավոր է դարձնում, այնուամենայնիվ ճիշտ է,
շատ հայտնի հանգամանքների բերումով է այդ մարդը հանգում այդ որոշման, բայց այս ամենի դեռ այսպես ասենք անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքները դեռ ամբողջությամբ վերականգնված չեն։ Այսինքն մեր փոխկապակցվածությունն այդ աստիճանի կրիտիկական չէ, որ մենք ասենք չէ դες փոխկապակցվածության պայմանները միշտ պատերազմ, ինչ բան, չէ։ Երկրորդը իրավապայմանագրային բազան դեռ ձևավորված չէ։ Այսինքն մենք կարող ենք այս ամենի մասին ավելի մեծ վստահությամբ խոսել, երբ այնուամենայնիվ Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը։ Իսկ քանի դա չկա, այո, մենք կարող ենք խոսել եւ պետք է խոսենք դրական միտումներից, դրական քայլերից, չգիտեմ, կամ դրանց բացակայությունից։ Եվ ըստ այդմ մենք մեր այսպես ասենք ակնկալիքները չափավորենք եւ այսպես ասենք ջուրը դեռ չտեսած չբոբիկանանք, հա, ինչպես ժողովուրդն է ասում։ Բայց բոլոր դեպքերում, այո, մենք գործ ունենք դրական գործընթացի հետ եւ այդ գործընթացը պետք է խորացնել եւ գործընթացին հաղորդել անշրջելիության անհրաժեշտ բոլոր նախադրյալներ։ Ահա այն ամենը, ինչ կուզենայի ես ձեզ ասել այս հարցի վերաբերյալ։ Պարոն Մերաբյան, ծառայությունը հայտնում է, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններով պայմանավորված կանխատեսվում է հիբրիդային սպառնալիքները Հայաստանի դեմ այս տարի ավելի ընդգրկուն ու մասշտաբային կդառնան, մասնավորապես կեղծ կամ համատեքստից կտրված տեղեկատվության օգտագործմամբ, ինչպես նաև գետնի վրա գործակալական ցանցի ակտիվացմամբ, ինչպես դա կդրսևորվի, որ ուղղություններից, ավանդական դարձած ուղղություններից, թե այլ բան է սպասվում, ինչ կասեք։ Դե ես ուրախ եմ, որ դուք այս անգամ այս հարցին անդրադառնալուց չասեցիք, որ այդ պետքա հետախուզական ծառայություն լիներ, որ sense պարզ բանն ասեր, որ ընտրություններին ընդառաջ պետք է որ Դե իհարկե լավ լիներ, որ հետախուզական ծառայությունը ասեր, թե որ ուղղություններից են այդ սպառնալիքները, բայց դուք առաջի հարցի վրա կենտրոնացեք, հետո սրանք անդրադառնանք։ Դե հիմա տեսեք, ուղղությունը պարզ է, ուղղությունը գալիս է Ռուսաստանից, բայց նաև այնպես չէ, որ միայն Ռուսաստանն է, այստեղ շատ որոշակի չափաբաժին ունի նաև Ադրբեջանը, որովհետև Ադրբեջանը կարող է իր, այսպես ասենք, ավանդական պրոպագանդան գեներացնելով այդ պրոպագանդայի պրոդուկտը վերածել Ռուսաստանի հիբրիդային ներգործության որոշակի բաղկացուցիչ, հասկանում եք։ Ի վերջո եկեք նաև չշփոթենք, որ թե ինչ է հիբրիդային պատերազմը։ Շատ դեպքերում մեր մոտ այսպիսի մի թյուրընկալում կա, մենք պրոպագանդան սկսել ենք կոչել հիբրիդային պատերազմ, մինչդեռ պրոպագանդան մի մասն է հիբրիդային պատերազմի ինֆորմացիոն եւ դեզինֆորմացիոն բաղկացուցիչը։ Դա տեսության մեջ 7 բաղկացուցիչներից մեկն է, բայց ոչ միակ։ Դրա մեջ մտնում է նաեւ քաղաքական դիվանագիտական բաղկացուցիչը։ Դա այն սպառնալիքներն են, որոնք ինչպես Լերմոնտովն էր բնորոշում, հա, անլվան Ռուսաստանի, առավել անլվան ներկայացուցիչների կողմից մենք լսում ենք, եւ դրանց էլ գումարվում է Լավրովը, սա էլ արդեն ոչ, ասում են դե ինչ, Սալավյովը դե նա լրագրող է, Դուգինը դե նա փիլիսոփա է, գիտնական է, հա, սա էլ նախարար է, ավելի պաշտոնական դժվար է գտնել։ Դե նայեք իր անլվակիքը մինչև ուրա փորձում մտցնել եւ ինչեր է բարբաջում իր գերատեսչության այդ սրահներից։ Հետևաբար այս ամենը մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք։
Սա սպառնալիք է Հայաստանի գոյությանը, էգզիստենցիալ սպառնալիք է։ Եվ պետք է այս երեք առանձնյակների հայտարարությունները դիտարկել մեկ միասնականության մեջ։ Սա քաղաքական դիվանագիտական գործիքն է։ Կա նաև, այո, էներգետիկ ենթակառուցվածքային բաղկացուցիչը, որը առայժմ, այո, Ռուսաստանի ձեռքն է, մենք տեսնում ենք հեցի հետ կապված դեռ պրոցեսը իր ավարտին հասցրած չէ, եւ մենք նաև գիտենք, որ գազը, այո, Ռուսաստանի ձեռքում շարունակում է մնալ որպես գործիք, ոնց կկիրառվի, դա բարդ է սպահին ասել։ Հաջորդ բաղկացուցիչը դա հետախուզադիվերսիոն բաղկացուցիչն է, որը բնականաբար մենք պետք է ուղղակի համարենք շատ հավանական ակտիվությունը հենց այս ոլորտում եւ մենք չենք կարող ասել մենք հենց վաղ առավոտ 6-ին կստանանք թե երեկոյան 8-ին դա մի բան է որին պետք է 24/7 պատրաստ լինեն մեր հատուկ ծառայությունները, մեր իրավապահ մարմինները եւ ամենակարևորը մեր հասարակությունը, որովհետեւ այդ մարմինների գործունեության հաջողությունները կախված են այդ կառույցների եւ հասարակության գործընկերության ամրությունից եւ խորությունից։ Կա նաեւ իհարկե սահմանափակ ռազմական գործողությունների տարը, որը Ռուսաստանը ավանդաբար կիրառել է գործիքավորելով Ադրբեջանին եւ իր զինված ուժերը, մենք հիմա տեսնում ենք այդ գործոնը դուրս է եկել մեջից։ Այո, կա նաև կոռուպցիոն լոբիստական տարրը, որը գործում է եւ կամ կարող է գործել Հայաստանում, որպեսզի ազդի Հայաստանի տնտեսական քաղաքականության վրա, ազդեցություն ուղղված նրան, որպեսզի խփի Հայաստանի դիմակայունության, այդ թվում նաև տնտեսական։ Եվ ասեմ ձեզ, որ ըստ այդմ Հայաստանի անդամակցությունը բոլոր այս ռուսակենտրոն միություններում սա ուղղակի ծառայում է մի նպատակին Ռուսաստանին հնարավորություն տալու համար մեզ վրա հիբրիդային ներգործություն ունենալու։ Սա վերաբերվում է եւ ԵԱՏՄ-ին, սա վերաբերվում է եւ ՀԱՊԿ-ին, սա վերաբերվում է եւ ԱՊՀ-ին, որից օրինակ Մոլդովան արդեն պրոցեդուրա է սկսել դուրս գալու։ Սա մի ճանապարհ է, որով պետք է անցնի նաև Հայաստան, այո։ Ես վստահ չեմ, որ այս պահի դրությամբ նման խնդիր է դրված։ Մենք դեռ փորձում ենք համատեղել անհամատեղելին, հա։ Իրար հակասող բաները լցնել իրար վրա։ Ասենք տորթի վրա լցնել սխտոր մածուն եւ համարել, որ դա կուտվի։ Դա չի ուտվի, դա զզվելի է։ Պարոն Մերաբյան, Լավրովի դուք վերջին հայտարարությունն եք համարում սպառնալիք, որ Վարդան Ղուկասյանին քաղբանտարկյալ էր համարում։ Չէ, դա աբսուրդ է, երբ միջուկային պետության արտգործնախարար Սերգեյ Վիկտորովիչը սկսում է մտահոգվել թաղային հեղինակություն Վարդան Նիկոլաևիչով, սա բնորոշում է ոչ թե Վարդան Նիկոլաևիչին, այլ Սերգեյ Վիկտորովիչին։ Բնորոշում է, թե ինչ դեգրադացիայի է ենթարկվել ռուսական պետություն։ Սա աբսուրդ է, ապուշություն, մարազմ։ Եվ Ռուսաստանը ինչպես կդրսևորվի 2026 թվականի ընտրությունների ժամանակ, ինչ սպասի հայ հանրությունը։ Ռուսաստանի ներսում գոյություն չունի որևէ արգելակ ներսից, հա, որը կզսպի Ռուսաստանի այս կամ այն քայլը ձեռնարկել ընդդեմ Հայաստանի
բոլոր այն քայլերը, որոնց հնարավորությունը կունենա Ռուսաստան։ Հետևաբար Ռուսաստանի այդ քայլերը ինչպիսին ասեք կարող են լինել։ Եվ այստեղ խնդիրը հետևյալն է, այդ քայլերը տեղ կհասնեն թե ոչ, դա կախված է նրանից, թե Հայաստանը որքանով դա թույլ կտա, որքանով դա հնարավոր կդարձնի, որքանով մատչելի կլինի Ռուսաստանի հիբրիդային ներգործությունների վրա։ Ես բազմիցս առիթ եմ ունեցել այդ մասին խոսելու, բայց ոնց որ թե պետք է կրկնեմ ձեր եթերում, Հայաստանը պետք է զրկի Ռուսաստանին հնարավորությունից մեզ վրա ներսից հարձակվելու։ Այն 102-րդ բազան, որին Ղուրբան էր եղնում Վարդան Նիկոլաևիչը, Սերգեյ Վիկտորովիչի ազգի հերոսը, այդ բազան պրոբլեմը, սահմանապահ զորքերը պրոբլեմ են, RЖD-ն պրոբլեմ է, որում բարեբախտաբար պետք է ֆիքսենք, որ վերջապես ընկալվեց, որ պրոբլեմ է, եւ դրա մասին հայտարարվեց։ Եվ հիմա ես սպասում եմ, երբ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ մեզ հիմա է պետք պատասխանը, դուք սարքելու եք այդ կցման այդ հատվածները, հա, թե ոչ, որ մենք էլ մեր անելիքն իմանանք։ Այդ հիման ինչքան է տևելու։ Որովհետև ես ուզում եմ ձեզ տեղեկացնել եւ ձեր հարգարժան լսարանին, որ RЖD-ն մի խուլիգան կազմակերպություն է, որը թալանել է ինքն իրեն, որում այն աստիճանի, որ այդ անցքը դարձել է ուղղակի անհաղթահարելի եւ նրանք դիմել են Ռուսաստանի կառավարությանը այդ անցքը փակելու խնդրանքով։ Անցքը չի փակվում։ Եվ հիմա Փաշինյանը նրանց հանրարարական է իջեցնում խնդրանքի ձևով կամ առաջարկի ձևով այդ կցման հատվածները վերակառուցել, դրանք գումարային իրար հետ մոտավորապես 1 միլիարդ դոլարի ծախս են պահանջում, որ այդ RЖD-ն չունի եւ չի ունենալու։ Փաշինյանի առաջարկից ինչքան ժամանակ է անցել, Ռուսաստանը ծպտուն չի անում, Հայաստանի վարչապետը քայլեր չի ձեռնարկում։ Ենթադրում եմ, որ այնուամենայնիվ ինչ-որ կոմունիկացիա է գնում այդ հարցով, փակ խողովակներով, եւ երբ որ Փաշինյանը, եթե չեմ սխալվում, դեկտեմբերին էր, չէ՞, թե նոյեմբերին էր, երբ սենց վերացական առանց ժամկետների կամ ժամանակային հորիզոն նշելու, ուղղակի ասեց այդ մասին, ապա այս հունվարի 14-ի հայ-ամերիկյան համաձայնությունից հետո արդեն ասեց շատ կոնկրետ, որ մեզ հիմա է պետք։ Ես այդ հիմա ասած իհարկե չեմ պատկերացնում, որ դա այդ նույն օրը պետք է լիներ, հա, այդ ճեպազրույցի։ Բայց ես պատկերացնում եմ, որ դա պետք է լինի խելամիտ ժամկետում, ասենք 1-2 շաբաթ։ Նույնիսկ ոչ 1-2 ամիս։ Սրա մասին է խոսքը, այնպես որ ես հույս ունեմ, որ այսպես շատ կարճ ժամանակ անց մենք այդ պատասխանը կունենանք եւ կառավարությունը մեզ այդ մասին կտեղեկացնի, նաև կտեղեկացնի իր որոշման մասին, թե մենք ինչ նոր գործընկերներ ենք որ ուղղությամբ փնտրելու այս աշխատանքը որակով եւ շատ արագ իրականացնելու համար։ Պարզապես պարոն Մերաբյան, մենք հիմա մի իրավիճակ ունենք հայ-ռուսական իմաստով, որ իշխանությունները ակտիվ հայտարարություններ արել են, ավելի ճիշտ հիմա էլ չեն էլ անում, եւ գործընթացը տեղում դոփում է։ Խոսքը հապկի հետ կապված է, դա հիմնականում հաշվի առնելով հապկումով է գերակա, դրա համար դիտարկում եմ հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում։ Բնական է, շատ ճիշտ եք ասում։ Եվ մենք տեսնում ենք, որ այ հապկը չճանաչեց, գնահատական չտվեց, իր կետերը խախտեց, բայց գործնականում զրո բանի դեպ այդ մեր վերը քննարկված արտաքին հետախուզական ծառայության զեկույցում էլ
այսպես բարի կանխատեսում կա, որ ապասառեցում չի լինելու, մխիթարել են հայ Այո։ ժողովրդին։ Դե ապասառեցում չի լինելու, դե որովհետև տենդենսներն այնպիսին են, որ մեր արտաքին հետախուզության ծառայությունը չունի նախադրյալներ, չունի հիմքեր ասելու, որ ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը հետ կկանգնեն իրենց այն դիրքորոշումից, որից ծնվեց մեր դիրքորոշումը։ Բայց հիմա Հայաստանի Բնականը քաղաքացիները սպասում են, որ իմանան երբ են դուրս գալու, ոչ թե այլ հարց։ Դա կախված է կառավարության որոշումից։ Հիմա հետախուզությունը չի կարող կանխագուշակել կառավարության որոշումը երբ կլինի կամ կլինի թե ոչ։ Դրա համար անդրադառնում է միայն այն մասին, որ մասով ինքը կոմպետենտ է բարձրաձայն։ Հիմա ասացն այն է, որ մենք մի նախադեպ ունենք, որ Հայաստանի կառավարությունը վճռական գործողությունների չի գնացել, ինչու սпасել երկաթուղու հետ կապված վճռական որոշումներ Նիկոլ Փաշինյանից։ Տարբերակ չունես որտեղ։ Որովհետև այսպես է հարցը դրած կամ ՌԺԴ կամ խաղաղության խաչմերուկ։ Երկուսն իրար հետ չի լինում, դա ոնց որ յուղն ու ջուրը չեն խառնվում։ Դու պետքա որոշես։ Դու ինչ ես ուզում, ՌԺԴ թե խաղաղության խաչմերուկ։ Իսկ ես կարծում եմ, որ խաղաղության խաչմերուկը թե Նիկոլ Փաշինյան քաղաքական գործ չի, թե իր կառավարության, թե իր կողմից գլխավորած քաղաքական մեծամասնության համար բացարձակ քաղաքական առաջնահերթություն է եւ ընդհանրապես սա կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, որովհետեւ առանց խաղաղության խաչմերուկի մենք չենք կարողանա այս խաղաղությունն ամրապնդել մեր հարևանների հետ փոխկապակցվածությամբ, դրանով իսկ պատերազմի ռիսկը մոտեցնելով 0-ի։ Այդ թե ինչին է խփում ՌԺԴ-ն։ Սրա մասին է խոսքը։ Պարոն Միրաբյան, այլ թեմաների անդրադառնանք։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա, որտեղ մասնակցելու է համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Թրամփի հրավերով Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Ինչու է կարևոր Հայաստանի միանալը Թրամփի այս նոր ստեղծվող կառույցին, երբ օրինակ Մակրոնը դա համարում է վտանգավոր այն առումով, որ կարող է ՄԱԿ-ին հակակշիռ լինել։ Գիտեք ինչ, Մակրոնը միջուկային զենք ունի։ Մակրոնը կարող է իրեն վերապահել մանևրի շատ լայն դաշտ, որը Հայաստանը չունի։ Եվ Հայաստանը պետք է ուղղակի ականջալուր լինի նրան, թե ինչ ասաց Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Ասաց հիմա մենք մի ժամանակներ ենք ապրում, երբ դու կամ սեղանի շուրջ ես, կամ մենյուի մեջ։ Հիմա մենք մանավանդ Թրամփը մեզ հրավիրել է, մենք ընդունել ենք հրավերը, այո, եւ մենք պետք է գնանք սեղանի շուրջ լինելու համար, այսքան։ Ես ուրիշ տարբերակ նույնիսկ չեմ տեսնում եւ համարում եմ, որ ընդունվել է շատ արագ, շատ ճիշտ որոշում։ Որ ոչ թե շատ ճիշտ, այլ միակ ճիշտ որոշում։ Բայց մյուս կողմից ինձ համար դեռ մենք այս կանոնադրությունը, որը չգիտեմ, քննարկվի այնտեղ թե չէ, թե Թրամփը պատրաստի բերել է, ուղղակի ասում եք ստորագրեք։ Չգիտեմ, բայց երբ որ այդ կանոնադրությունը կհրապարակվի, մի հատ կհասկանանք ընդհանրապես այդ խաղաղության խորհուրդը ինչպես է աշխատելու։ Ուզում եմ հիշեցնել, որ այս խաղաղության խորհրդի մասին խոսակցությունները ծագեցին Գազայի հատվածում, ուրեմն խաղաղության գործընթացի երկրորդ փուլի մեկնարկի համատեքստում։ Այսինքն առաջին փուլը խաղաղության հաստատման ավարտվել էր եւ սկսվել է երկրորդ փուլը եւ այդ երկրորդ փուլի շրջանակում պետք է կազմակերպվի խաղաղության խորհուրդ։ Սա այն ոնց որ նախապատմություն է, որից հետո այդ խաղաղության խորհրդին տրվեց, այսպես ասենք, գլոբալ չափում։ Այն է, այդ խաղաղության խորհուրդը պետք է զբաղվի ոչ միայն Գազայով, այլ ընդհանրապես աշխարհում բոլոր կոնֆլիկտներով, բոլոր պատերազմներով եւ
խաղաղություն հաստատի ամբողջ աշխարհում։ Հիմա դա ինչ է իրենից ներկայացնում, ինչ ռեգլամենտ ունի, ինչ ձևաչափ ունի, ինչ սուբորդինացիա, ինչ է լինում այդ, ինչպես են ընդունվում որոշումները, ինչպես են իրականացվում ընդունված որոշումները, ինչ է լինում, եթե ինչ-որ X-ը կամ Y-ը սկսում են խոչընդոտել ընդունված որոշումների կայացմանը, որոշումների իրականացմանը եւ այլն, այդ բաները պարզ չեն, մի հատ կարդանք կհասկանանք։ Ու կհասկանանք սա մի փաստաթուղթ է եւ սա մի ձևաչափ է, որը այսպես ասենք կունենա լավագույն դեպքում 3 տարվա կյանք, այսինքն այնքան ինչքան Թրամփին տրված է պաշտոն ավարել։ Այն է լավագույն դեպքում, որովհետև մենք չգիտենք նոյեմբերի ընտրություններն ինչպես կավարտվեն Միացյալ Նահանգներում եւ ինչ կլինի դրանից հետո։ Այնպես որ այս 3 տարին էլ այնպես չէ, որ անամպ է լինելու Թրամփի համար։ Այնպես որ այս պահի դրությամբ սրա հետ կապված հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, բայց եւ այնպես կրկնում եմ եւ պնդում, որ Հայաստանի ընդունված որոշումը ընդունել հրավերը եւ մասնակցել այդ ձևաչափին ավելի քան ճիշտ որոշում։ Եվ պարոն Մերաբյան, հարցազրույցը եզրափակենք արտաքին հետախուզական ծառայության զեկույցով, ըստ էության այդ զեկույցը հերքում է Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանն ասում է կաթողիկոսը Գարեգին II-ին դիմելով ավազանի անունով ասում է Կտրիչ Ներսիսյանը Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալիք է։ Ես մի քանի անգամ այդ զեկույցը կարդացել եմ, Ctrl F-ով փնտրել եմ կաթողիկոս անունը, Կտրիչ Ներսիսյան անունը, անվտանգության սպառնալիք եւ ոչ մի բան չեմ գտել։ Ըստ էության հերքեց վարչապետի ենթակայությամբ գործող ծառայությունը վարչապետին, որտեղ սպառնալիքների մեջ չկար նշված, սա ինչ էր նշանակում։ Դե գիտեք ինչ, այստեղ սպառնալիքներին ընդհանրական բնութագիր է տրվում, այլ ոչ թե տենց կետառ-կետ նշվում է, ասենք մի բան նշվել է, այդ մեկը չի նշվել կամ մի անուն տրվել է, երկրորդ անունը չի տրվել։ Սա այսինքն այդ տեքստի, այսպես ասենք, թիրախայնության հարց է, բայց ես այդտեղ չգիտեմ դուք ոնց եք սենց ականջներից քաշելով տենց հետևություն անում, որ նույնիսկ հերքել է, այստեղ հերքում չի։ Հարց եմ տալիս, ասում եմ ըստ էության չհերքեց։ Հա, հարց եք տալիս։ Այո։ Չէ, չհերքեց, ոչ ըստ էության, ոչ էլ էությունից դուրս, որևէ ձևով չհերքեց, չհատվեց նույնիսկ այդ ամենի հետ։ Եվ ինչ կարծիք ունեք, որ կաթողիկոսը որոշել է եպիսկոպոսատ ժողովը Մայր Աթոռից դուրս, Հայաստանի Հանրապետությունից դուրս անցկացնել իրենց խայտառակություն, պարոն Կիրակոսյան, խայտառակություն, որին էլ գնում է Գարեգին II կաթողիկոսը, մտածելով, թե դա իրեն թույլ կտա իր օրակարգն առաջ տանելու, այսինքն կարճած մնալու իր պաշտոնին, բայց դա նրան չի օգնի ուղղակի։ Դա նրան չի օգնի եւ սա կմնա որպես եւս մի անպատիվ մի խայտառակություն, որին սրան էլ գնաց, այն էլ էլի անօգուտ, անխուսափելիից խուսափելու։ Սա կասեմ ընդհանուր։ Իրենց հիմնավորումը Մայր Աթոռի հիմնավորումն այն է, որ այս իշխանությունը, որը իրենց գնահատմամբ հակաեկեղեցական արշավ է իրականացնում, մտավախություն ունեն, որ կխոչընդոտի, կտապալի դրա համար են, բնականon ընթացքն ապահովելու համար են ստիպված ըստ էության գնում են։ Դա էլ այսպես ասենք խայտառակության բաղկացուցիչներից մեկն է այն նման պնդում անել։ Այդ երբ են եպիսկոպոսատ ժողով անելուց մեր իշխանությունները խոչընդոտել։ Եղել է նման դեպք։ Չի եղել։ Որևէ սիմպտոմ կա, որ իշխանությունը որևէ ժողովի խոչընդոտել է։ Հավաքվեք, խոսացեք։ Աբսուրդ է դա։
Դե նոր Այլ ուղղակի Նախիջևանի սա թեմի առաջնորդը գալ, բա որ ԱԱՑ-ն բռներ տաներ Զվարթնոցից։ ով գար Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը։ բանը KGB-ի ագենտ պարոն Եզրասը իսկ ինչ պետք է աներ, պիտի ճակատը պաչեին, հա, թե ճակատը պաչելու ցերեմոնիա կազմակերպեին հենց ինքնաթիռի տրապի տակ։ Բա ինչ պետք է անեին։ Այդ թող չգար, այդ մեկն էլ թող չգար, թող on-line կպներ։ Այ մենք ես եւ դուք ոնց ենք on-line իրար հետ խոսում, ինչ վատ ենք խոսում։ Թե իրար չենք հասկանում։ Ինչի մասին է խոսքը։ Սա абսուրդ խայտարակ մի քայլ է, որ ուղղակի անպատկերացնելի է։ Բայց էլ եմ ասում, սա որևէ ազդեցություն չի ունենալու process-ի վրա, չի կարող ունենալ process-ի վրա եւ process-ը գնալու է իր հունով։ Շնորհակալություն, պարոն Մեհրաբյան, հարցազրույցի Ես եմ շնորհակալ։